մենք կալանքի ռեկորդային ցուցանիշներ ենք արդեն տեսնում։ Փաստաբան Արամ Վարդևանյանը վստահ է, նոյեմբերի 16-ին քննչական կոմիտեն նորից է միջնորդելու դատարանին, որպեսզի երկարացվի Սամվել Կարապետյանի կալանքը։ Տենց եմ հասկացել։ Երկու շաբաթ առաջ դատավոր Վահե Դոլմազյանը ըստ փաստաբան Վարդևանյանի իրավապահների առաջ երկու խնդիր դրեց՝ կամ պետք է գործը կարճել, կամ այն ուղարկել դատարան։ Դատարանը Կարապետյանին ներկայացված փողերի լվացման մեղադրանքների մասով նույնիսկ հիմնավոր կասկածի շեմը հաղթահարված չէր համարել։ Գործարարը կալանքի տակ է հիմա միայն այսպես կոչված իշխանությունը զավթելու կոչի համար։ Որևէ գործողություն չեն անելու, քրեական վարույթը չեն կարճելու, գործը դատարան չեն ուղարկելու, որովհետև այո, քննչական եւ դատախազական մեր մարմինների գործընկերներն չեն ցանկանում, որ այս գործը լինի դռնբաց կարգով քննվող, քանի որ գործը դատարան ուղարկելը նշանակում է դռնբաց կարգով գործի քննություն եւ հանրային հաշվետվողականություն։ Միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը հոկտեմբերի 16-ի դատական նիստից հետո պնդել էր, որ Կարապետյանի դեմ հարուցված գործը բացարձակապես կապ չունի իրավունքի եւ արդարադատության հետ։ Ֆրանսիացի ամենահեղինակավոր փաստաբաններից Շարլ Կոնսինին է կոչով դիմել Ֆրանսիայի նախագահին, պահանջելով, որ Մակրոնն իր հերթին ճնշում գործադրի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վրա ազատ արձակելու հայ քաղբանտարկյալներին, մասնավորապես բարերար գործարար Սամվել Կարապետյանին։ Քիչ հանդիպող երևույթ է, երբ պատկերացրեք նման ճանաչում ունեցող փաստաբան հենց իրենց երկրի նախագահին հրապարակավ դիմում է կոնկրետ գործի վերաբերյալ, կոնկրետ Սամվել Կարապետյանի գործի վերաբերյալ, պահանջելով, որ վերջինիս կալանքը վերացվի։ Կամ եկեք դիտարկենք օրինակ պարոն Ջեֆրի Ռոբերտսոնին, աշխարհահռչակ փաստաբան, ով ունի նաև ամենաբարձր կարգավիճակը նաև հենց Միացյալ Թագավորությունում որպես թագավորի, իսկ նախկինում թագուհու ներկայացուցիչ։ Հստակ դիրքորոշում է ներկայացնում Սամվել Կարապետյանի գործի վերաբերյալ, ըստ էության արձանագրելով, որ այստեղ գործ չկա, այստեղ իրավաբանությունը բացակայում է։ Իրավաբանություն չկա, որովհետև ըստ Վարդևանյանի կա ամեն գնով Կարապետյանին կալանքի տակ պահելու քաղաքական հրահանգ։ 53 քննիչից բաղկացած խումբ ինչ են անում։ Ինչ են անում, որ 130 օրից ավելի դեռ գտնում են, որ կալանքը պետք է լինի անփոփոխ։ Հանուն ինչի լավ նպատակը ո՞րն է։ Օրինակ ինչ հանրային շահ են դրանով պաշտպանում։ Փաստաբանի խոսքով միջազգային հեղինակավոր փաստաբանների, եվրոպացի падգամավորների ահազանգներն այն մասին, որ Հայաստանում միայն կարծիք հայտնելու համար մարդկանց բանտ են նետում, խարխլում է նաև Հայաստանի միջազգային վարկը։ Դրանք բոլորը չէին լինի, եթե դատարանները դա թույլ չտային։ Գործադիր իշխանությունը քաղաքականացված մարմին է։ Օրենսդիր իշխանությունը քաղաքականացված մարմին է։ Մեկ մարմինն է, որը այդ ամենից զերծ պետք է լինի, այդ բոլոր ճնշումներից, այդ բոլոր ազդեցություններից, եւ դա դատարանն է։ Վարդևանյանը նկատում է Սամվել Կարապետյանի շուրջ առաջացած միջազգային աղմուկն իհարկե կոտրել է իշխանության մատուցած ժողովրդավարության միֆը աշխարհում։ Քաղաքական հետապնդման բոլոր դեպքերն էլ ի վերջո իրենց սկիզբը ունեն եւ ավարտը ունեն։ Կարնե Մանգասարյան, Նորա Շարբաթյան եւ Անի Ղանդիլյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենակարևորը, ամենահրատապն ու հետաքրքիրը։